Հինոցմին դայի արևոտ պագերից մեկում մեղուների մեղմ բզզոցն է հնչում, այնտեղ, որտեղ յուրաքանչյուր փեթակ ունի իր պատմությունը, ապրում և ստեղծում է Չոկանդարյանների ընտանիքը իրենց բազում տարիների քրտնաջան աշխատանքով վաստակած մեղրոտ համբավով։ Խոհարարությունը շատ հետաքրքիր եւ հավեսությունն ասա նախ սեր պիտի ունենաս, որ մեղուն նկատմամբ մեղու բերնանաս բայ, եթե հավես սեր չունեցած մեղվին հետ աշխատել նորը կենելը դժվար է։ Դաժե մեղվին խազելը բիլա հաջիկ պիտի ստանաս, որ մեղուն խազեց, դուց օգուտ է բնաս փչին։ Դե մնացածն ամեն ինչն էլ Աստծո ստեղծած ամենահրաշքներից մեկն է, որ մարդկության ամեն ինքով պետք է, էլի, բուժման համար է, օգտավետության համար է, մեղվի մեջ ամեն ինչ օգտավետ է, մեղրից բռնած մինչև են զարգափոշին է, դաժե սատկած փեթակն է, դրանք լավության տեխնոլոգիա է մարդու համար։ Չգիտեմ, ուրիշ ինչ ասենք, այս բնության Աստված ստեղծելով բնությունը, ուրեմն ամենին իրեն հերթին ստեղծելով բիդի իրեն ժամանակին մարդկության համար պետք է։ Սեզոնային է։ Երբ պետք է, երբ պետք է ջվախտնակ աշխատենք։ Եվ իրենց ինքանրաժեշտությունը ժամանակին պիտի իրենց պահանջը կատարես։ Եթե չէ կրնա օգուտ չհանես վնասեն բացեն։ Իրենց ակտիվ սեզոնը արդեն ասենք մայիս, հունիս, հուլիս, օգոստոս, այդ ամիսներն են։ Հիմի արդեն հիմնականում արդեն մեղուն ձմեռանոց կետա։ Արդեն պատրաստվենք ձմեռանոց։ Նու ձմեռը մենք այստեղ չենք թողնից, անենք Սպինձայի կողմերը, որ ասենք այնտեղ տաք է, մեր պայմաններում շատ ցուրտ ու քամիները շատ են, չեմ դժվար է ձմեռը bayele նեսը նորմալ դեղ պիտի ունենաս, մեր հարմարությունը չկա, որ ասենք նես տնենք, եթե դուսը ուրեմն դուսը էստի մեր պայմանում քիչ դժվար է bayele, դրա համար անենք տաք տեղեր Սպինձայի կողմերը։ Իրենց աշխատանքը իրենց շատ, այո, անընդհատ պետք է իրենց երբ պահանջը պետք է վախնա իրենց պահանջները պետք է կատարել։ Այնտեղ դաժարտեն տաք արևել լավ իրենք թռիչքներ գենեն։ Մեղուների աշխույժ թռիչքների մեջ թաքնված է այն ջերմությունն ու հոգատարությունը, որով ընտանիքի անդամներն օրեցօր զբաղվում են իրենց սիրելի գործով։ Չոկանդարյանների մեղրը ոչ միայն բնական ու անուշաբույր է, այլև ունի ընտանիքի ջերմության համը։ Այն արդյունք է սիրո, համբերության ու բնության հանդեպ խոնարհության։ Նրանց համար մեղվապահությունը բիզնես չէ, այլ կյանքի ձև, բնության հետ ներդաշնակ գոյության արվեստ։ Մեղուների, երբ ամուսինս մեղուները ստեղծեց, ես մեծ հաճույքով առաջին վախենա եկա, բայց դե մեծ հաճույքով սկսեցինք միասին նայել, միասին աջեցնել, միասին մեղրը հանել, քաղցրությունով, այդ ջերմությունով, խաղաղությունով այդ մեղուները նայում ենք միասին, որպեսզի այդ մեղուների արդյունքը մենք ստանանք։ Շատ սիրով, շատ հաճելի էր մեզ։ Երբ այդ ամառը գալիս է գարնան օրերը, մեծ հաճույքով սիրով նայում ենք մեղուներին։ Մեղուները դրանում դարձան մեր ընտանիքի անդամները, մենք սիրով նայում ենք։ Ես միգուցե դե առանց մեղուի ինձ համար շատ դժվար է։ Առանց մեղու, ինչ-որ թե ասենք ինչ-որ առանց օդի այդ ձևին ինձ համար միգուցե դե։ Ու ես իշքան հնարավորություն տվել, Աստված իշքան կյանք տվել է, վայեմ գետև ինձ դեվա շարունակող գալի, թող երեխեք շարունակեն, չեն էլի իրենք գիտեն։ Մեղվին նախ սիրես պիտի որ մեղվին բայես, մեղվին խազելնա, որ խազեք հետո պիտի հաճույք ստանաս, որ հետո օգտավետությունն ազգաս, ես նախքան մեղու ստեղծելս, իմ ստամոքսից պրոբլեմ ունեի, շատ մեծ պրոբլեմ ունեի, իսկ մեղուից հետո ես արդեն մոռացել եմ դե, ինչ հիվանդություններ կան, ամեն մեղվին խազելը, մեղվին հետ աշխատանքը, մեղվին հետ օդը շնչելը, մեղրն է, ագնամումն է, զարգափոշին է, մայրակաթն է, դոնք լերևությամբ ամեն իրեն հերթին բուժում են, իսկ
մեզ ժողովուրդը ովքեր չգիտեն, դրանց համար ես չգիտեի, ինձ համար շատ սովորական բան էր, ասենք, դե մեղր է օգտագործես կամ օգուտ կուտադը չի դա, բայց որ խոր գնաս կե այդ բնույթի մեջ արդեն ամեն ինչ բազել։ Տարիների ընթացքում այս ընտանիքը դարձել է աշխատանքի, համերաշխության և բարիքի խորհրդանիշ։ Նրանց մեղրն այսօր ճանապարհ է գտնում շատ տներ, թողնելով ոչ միայն քաղցր համ, այլև մի փոքրիկ պատմություն այն մարդկանց մասին, ովքեր հավատում են, որ երբ աշխատում ես սիրով, ամեն ինչ դառնում է մեղր։